Լուրերի թողարկումն է եթերում եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, այսինքն վերլուծությունների ժամանակն է, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Չնայած ես Դերենիկին առաջարկում էի ել չանդրադառնալ այդ թեմային եթերում, քանի դեռ լուրջ նորություն չկա, բայց հիմա վերլուծություններ թերևս կարելի է։ Մենք անդրադարձանք մի քանի տեսակետների, նաեւ քաղաքական վերլուծաբանների կողմից, ձեր տեսակետն էլ շատ կարեւոր է։ Ինչի թեմայով։ Հոգևորականներն ու կառավարությունը։ Այո, դե իրականում շատ ճիշտ եք անում, որ ինքը այնպիսի թեմա է, որ ուրեմն մենք պետքա ավելի շատ այս առումով ստապ դատենք, ոչ թե մտնենք այդ ամեն ինչի մեջ, այլ կողքից նայենք ու հասկանանք ինչ է տեղի ունենում։ Մեր գործը չի մտնել այդ ամեն ինչի մեջ ու սկսել կողմ պահել, հասկանում եք։ Մեր խնդիրն է հասկանալ ինչի է սա տեղի ունենում, պատճառը, հիմքը, որտեվ տեսեք, մեր տարբերությունից դա մարդիկ էմոցիոնալ են մտնում այդ ամեն ինչի մեջ, ոչ մի բան, այն էլ այդ մակարդակով վերին հոգևորական վերնախավի իշխան երկրի վերին վերնախավի մակարդակով ուղղակի այդպես չի կարող լինել, որ մեկը առավոտը արթնանա ու որոշի, որ ինքը այսօր պետք է այդպիսի արճակատում սկսի։ Դա պետք է ունենա պատճառ եւ քանի օր է ես մտածում եմ այդ պատճառի մասին։ Ըստ ում Մոսկվայից լուրջ վտանգ կա։ Հենց եկեղեցու միջոցով։ Ճիշտ եք ասում, այդպիսի բան կա եւ ես կարծես թե գտա այդ պատճառը, որտեղ երևի 3-4 օր տանջում ուզում հասկանամ, իհարկե պատճառները բազմաթիվ են, տեսեք, եկեք մի կարևոր բան շեշտենք, սովորաբար վերնախավում չի արվում մի բանի համար ինչ-որ մի բան, երբ որ դու մի քայլ անում ես, դու նայում ես այդ քայլը ոնց կազդի քո նախընտրական իրավիճակի վրա եւ այլն։ Իհարկե, այստեղ կարող ես մի քիչ չարաշահել կամ մի փոքր սխալ թույլ տալ եւ դա չաշխատի եւ այլն, հա։ Եվ այս իմաստով ես կարծում եմ, որ վարչապետի ձևը գրառման կարող էր այլ լինել եւ ոչն էլ մատուցման կարող էր այլ լինել, բայց մենք հասկանում ենք մի բան, որ ենթադրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ մի փոքր էմոցիա է թույլ տվել։ Իսկ ինչու կարող է էմոցիա թույլ տված լինել։ Ուրեմն այնպիսի մի բան է եղել, որ այստեղ կա չզսպված պահի տակ էմոցիան գերակշռել է եւ ինքը այդպիսի գրառում է արել, հա։ Իհարկե, ուրեմն պատասխանը հոգևորականների դա իհարկե ցնցող է, մոտավորապես ձեր ինչ գործն է, թե մենք ում հետ ենք քնում կամ ում հետ ենք հարաբերություն ունենում կամ կուսակրոն թե կրուսակրոն, չէ՞։ Տեսեք, այստեղ մի քանի մասի պետք է բաժանել։ Եթե բարոյական մասով ասենք, ուրեմն ես դատապարտում եմ եւ Փաշինյանի ձևը արտահայտվելու, որտեվ մենք պետք է մի քիչ ավելի բարձր պահենք քաղաքական վերնախավի խոսույթը, մեր հասարակությանը պետք է մատուցենք գրագետ խոսույթ, ճիշնենք այդ մակարդակի։ Մյուս կողմից, ուրեմն այն ինչ որ պատասխանում են հոգևորականները, ուրեմն ավելի աբսուրդ է, հա։ Մեկը ասում է, եթե դու նիկոլականից եկեղեցի չեմ թողնի, սա ցնդելու բան է ուղղակի։ Մյուսը ասում է, ձեր ինչ գործն է, ես կուզակրում թե չէ, բայց այստեղ մի կարճ հանգամանք կա։ Հիմա ենթադրենք Նիկոլ Փաշինյանի որպես վարչապետ դուք պատասխանում եք, որ այո, քաղաքական իշխանությունը իրավունք չունի հոգևորականների գործերի մեջ խառնելու, ինչպես նաև հոգևորականները իրավունք չունեն խառնելու քաղաքականության մեջ, որը ի դեպ հոգևորականները արդեն խախտել են։ Առաջինը իրենք են խախտել։ Այո, միանշանակ, հա։ Պետք է սա օբյեկտիվորեն արդար արձանագրել։ Բայց մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը միտեղ գրել էր, որ ինքը որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ է այդ հարցը տալիս, ճիշտ է։ Ուրեմն հոգևորականները իրավունք չունեն այդպիսի պատասխան տալու, ինչ է նշանակում ձեր ինչ գործ կամ ձեզ ինչ է վերաբերում կամ մոտարապես այս ոճի մեջ, թե մենք կուսակրոն ենք, թե չէ։ Այդ դեպքում դուք կեղծ եք։ Այսինքն, գիտեք ինչ, նորմալ երկրում սա մեծ սկանդալ կդառնար եւ ըստ էության հավատացյալ ամբողջը կգնար եւ կպահանջեր, որպեսզի այդ ամբողջ վերնախավը ուղղակի հեռանար եկեղեցուց, որովհետեւ այդպիսի պատասխան չի կարելի տալ։ Իրանց թվում է եկեղեցին իրանց սեփականությունն է։ Իրանց թվում է շենքերը իրանց հորդուքանն են, ու իրանք ինչ ուզեն կարան պատասխանեն։ Դուք պատասխան եք տալու, այո, կարող է կոնֆլիկտի սկիզբը խնդրահարույց է, ինչպես մենք նշել ենք եւ պատճառը հեսա մենք կհասկանանք։ Կարող եմ մի բան ասել, ընդմիջում եմ ձեզ, բայց ի սկզբանե հենց առաջին օրը քերակնոջ մասին այդ 4 բառանոց հայտարարությունից հետո միանգամից ես սկսեցի մտածել, որ եթե այս հայտարարությունը չլիներ, ոչ ոք ուշադրություն չէր դարձնելու մյուսներին, այդքան ուժգին չէր լինի հակահարվածը։ Դիտավորյալ ոնց որ արված չէ, եթե դուք նկատեք, ես ասեմ, հանուն ճշմարտության ասեմ, Փաշինյանը այնքան զայրացած էր ու ես այդ զայրույթի պատճառը փորձում էի գտնել, որ ինքը վրա անընդհատ առաջի ռեակցիան մարդկանց, որ սա չի կարող լինել վարչապետը։ Ես հիշում եմ անգամ կոմենտների տակ գրած եք վարչապետ դու ես կամ այս ինչ որ կամ կոտրել է, հասկանում եք, եկեք այդ մարդկանց ռեակցիան է հաշվի առնենք, նորմալ մարդիկ գրել են, ինչ ես գրել կոպիտ ասած, հա։
Բայց մյուս կողմից էլ դուք հոգևորականները իրավունք չունեք հասել այդ բանավեճը ձերու իշխանության մեջ չէ, սա ամբողջ ազգն է նայում, ամբողջ Սփյուռքն է նայում, ամբողջ հավատացյալ հանդիքն է նայում, ինչը նշանակում ձեզ չի վերաբերվում։ Ուրեմն երեխաուն, այսինքն ինչ է ստացվում։ Վերաբերմունքն էլ դեռ չի հնչել։ Այսինքն ինչ է նշանակում, չէ, ես որպես հիմա հավատացյալ եմ այդ հարցը տալի, որտեղ իրանք այնպեսի պատասխան տվեցին, որ իմ մոտ որպես հայ առաքելական եկեղեցու մոտ հարց ցակեց ոնց, այսինքն այնքան երեխա ունի, որ չեք կարող թաքցնեք, այդպեսի պատասխան եք տալիս։ Չէ, սա ուրեմն գիտեք ինչ այս առումով ուրեմն պետքա հաշվետու լինեն բոլորը եւ ցանկացած հոգեվորական այդ սքեմը որ հակել է, չպետք է մտածի որ մենք իրան սուրբ ենք ընկալում, ոչ, հակառակը։ Այդ սքեմի տակ ինչ ասես կարա լինի։ Այդ սքեմը կարաս բարձրացնես նենց հոտ գա կներեք արտահայտության համար փոխաբերական իմաստով նայել, էլի։ Դրա համար ուրեմն բոլորդ պահեք ձեզ կոռեկտ, որտեղ դուք ազգի առաջ եք հաշվետու, իշխանությունը որպես մեր այսինքն մեր Հայաստանի ժողովրդի աշխատողը հաշվետու, իսկ եկեղեցին ամբողջ հայության առաջ է հաշվետու։ Սա մեկ, բայց պատճառը այլ է, այստեղ վերադառնանք քաղաքական պատճառին, ես ասում, ես էլի դատապարտում եմ այդ ձևը, որով Փաշինյանը արթնացավ ու սկսեց այդպիսի բան։ Իհարկե ինքը հաշվարկել էր, ենթադրում եմ, որ դա եւ նախընտրական բանով կարող է օգտվել եւ այլ, բայց ինչու է այսպիսի։ Բայց այդ դեպքում ինքը պետք է որ հասկանար, որ դա կարող էր վնասել։ Որովհետեւ տեսեք, այո, իսկ եւ այս իմաստով, տեսեք, հոգեվորականները ինձ օգնեցին, իրենք այդպիսի պատասխան տվեցին, որտեւ ի վերջո այս ամեն ինչի արդյունքում հոգեվորականները կարող են ավելի շատ շահել, քաղաքական դիվիդենդներ հավաքել կոպիտ ասած, հա։ Բայց այստեղ տեսեք ինչ հետաքրքիր բան մտքովս անցավ եւ հաշվի առ։ Տեսեք, եթե մենք համեմատում ենք, որ Փուլում Փաշինյանը այդ հայտարարությունը արեց, ուրեմն հիշեք Կովկասի մամեդականների առաջնորդ Փաշազադեն ասեց, որ Երևանի Ղազիաթ են հիմնելու, որը ըստ էության թեմն է եւ այլն։ Դրանով ինքը փորձում է, դե գիտեք, իրենք ասում են, որ մեր եկեղեցիները մերը չեն, դրանք ալբանական եկեղեցիներն են, իրենց պատմության միջոցով էլ իրենք իրենց կապում են ալբանացիների հետ, արդյունքում գիտեք ինչ է ստացվում։ Ադրբեջանցիներն ասում են, որ Հայաստանն էլ է մերը, եկեղեցիներն է մերը, ուղղակի մենք հետո փոշմանը մամեդականություն ենք ընդունել։ Կոպիտ ասած, sense մի բան, հա։ Եվ այդ հայտարարությունից հետո ուրեմն Մայրաթոռը, ընդ որում հետաքրքրական մի բան ասեմ ձեզ, այս ամեն ինչը տեղի ունենում Լավրովի այցից հետո, խնդրում ուշադրություն դարձնել այս ամեն ինչը, այստեղ կարևոր է, որտեղ ինձ թվում է ես հասկացա ինչ է տեղի ունեցել։ Լավրովի այցից հետո այդպիսի հայտարարություն է գնում, իսկ մենք գիտենք, որ Փաշազադեն ինքը բավականին կապված է նաև ռուսական շրջանակների հետ եւ այլն։ Եվ որտեղ այնտեղ հյուսիսային Կովկասի ասելով, այնտեղ նաև հյուսիսային Կովկաս կա եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ տեսեք, որից հետո հայ առաքելական եկեղեցին պատասխանում է չափից ավելի կոշտ, մոտարապես պատասխանի մեջ այնպիսի տոնան, որ դուք ընդհանրապես ազգ չեք, դուք ընդհանրապես 30-ականներին են ձեր ինքնությունը ստեղծել։ Այո, եղավ այդ պատասխան։ Այո, այսինքն տեսեք, գլոբալ սա ուրեմն կարող է մեր սրտով լինի այս ամբողջ պատասխանը, բայց մենք պետք է հաշվի առնենք այս պատասխանը ինչ աշխարհակական իրավիճակում է տեղի ունենում։ Եվ այդ նույն ընթացքում ըստ էության, էլի Լավրովի այցից հետո փաստորեն տեղի է ունենում Շվեյցարիայում մի համաժողով, որտեղ Գարեգինը կազմակերպման մեկ այլ կրոնական կազմակերպության հետ Արցախի էթնիկ զտման հետ կապված հավաք, որտեղ խոսում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության եւ այլն այս ամեն ինչի մասին։ Ես երևի մենք ժամանակ որպեսզի միտքս չընդհատեմ, եկեք այստեղ կանգնենք ու այս շարունակությունը կասեմ հաջորդ բան։ Սիրով հիմա գնում ենք գովազդային դադարի։ Serial ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք։ Երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։
Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը եւ գովազդից առաջ խոսում էինք եկեղեցի իշխանություն հակամարտության մասին։ Տեսեք, որպեսզի մենք բացատրելի դարձնենք եւ այս թեման ավարտենք, նախ ուրեմն ես ասացի, չէ՞ որ ուրեմն միանգամից Լավրովի այսից հետո այսպիսի իրավիճակ է ստեղծվում եւ մենք գիտենք, որ Ադրբեջանը Սյունիքի մարզպետը երեք ասեց, որ 3 ամիսա կրակում է։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ՞ որ Ադրբեջանը սպասում է իդեպ Իրանի զարգացումներն այսօր չենք ասնի, խոսենք բավականին վատ են, ինչպես եւ ես կանխատեսում էի, շատերը ողջևորվում էին, բայց Տրամպը նորից արտահայտվել է եւ Ադրբեջանը սպասում է իրեն հարմարարիթի եւ դրա համար լարվածությունը պահում է։ Ուրեմն մի կողմից իշխանությունները, որոնք չեն հասկանում, այսքան բացատրում ենք, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության, որ ասում է վերջի խազը հասկանա, որ չի կարողանալու վերցնել Սյունիքը։ Եթե ինքը 1% շանսեր ունի, ինքը լարվածությունը պահելու, ինքը չի հրաժարվելու Հայաստանի տարածքից երբեք։ Այսինքն իշխանությունների ռեգիոնալիստ քաղաքականությունը եւ ուրեմն եկեղեցու որքան հասկանում եմ, այսինքն մենք բազմիցս բացահայտել ենք, այսինքն տեսել ենք նշաններ, որ հայ առաքելական եկեղեցին շատ դեպքերում ուրեմն ոչ թե Հայաստանի ներքին շահով է պետական առաջնորդվում, այլ ուրեմն շատ դեպքերում այդ կապը Ռուսաստանի հետ հատկապես մենք տեսել ենք ակնհայտորեն, հա, սկսած իր եղբոր Եզրասի գործողություններից, Գարեգինի եւ այլն։ Եվ որքան հասկանում եմ, Լավրովի այցից, քանի որ Ռուսաստանը կորցնում է դիրքերը տարածաշրջանում եւ Էրդողանը արդեն հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքը իրեն է պետք եւ ինքն է ուզում դա վերահսկել, մի քանի օր առաջ Լաշինից վերադառնալուց փաստորեն Էրդողանը հայտարարում է, ինքը նշեց Իրանի հետ գործակցություն։ Ինքը ասեց Իրանը հուսով ենք համաձայնություն կտա, կօգնի մեզ, այսինքն ինչ է նշանակում, Իրանը դեմ է, չէ՞ որ Սյունիքը անցնի, եւ սա ինչ է նշանակում, սա անգամ ես կասեի թաքնված սպառնալիք էր Իրանին, հաշվի առնելով Իրանի դեմ աճող լարվածությունը, այստեղ պետք է ուշադիր լինել։ Էրդողանը շատ հստակ ասեց, որ քանի որ արդեն Պուտինը չի կարողանալու վերահսկի, որովհետև Պուտինը տեսանք ինչ եղավ։ Երեկ էլ տեսանք, այսօր էլ Ղրիմի կամուրջն են պայթեցրել եւ այլն։ Եվ Ռուսաստանի այս փոփոխությունները որ տեղի ունեն, դա առանձին թեմա է, այսինքն մենք կանխատեսումներն էլ սկսում աստիճանաբար այդ ուղղությամբ իրականանալ, Ռուսաստանին տրվում է շանս դեմքը փրկելու, բայց Պուտինը այնպիսի վատ վիճակում է, որ աճ քայլնել, ձախ քայլնել իր համար ունենալու է հետևանքներ։ Դա համար Պուտինը հիմա այս պահին գերադասում է Թրամփին խաբելով շարունակել պատերազմը, որքան կստացվի դա այլ հարց է։ Նույնն էլ Իրանի մասով, եւ Թուրքիան արդեն հավակնություն ունի, եթե առաջ Ռուսաստանը ուժեղ էր եւ Էրդողանը համաձայն էր, որ այդ միջանցքը վերահսկեն Ալիևն ու Պուտինը, հիմա ինքն է ուզում վերահսկել եւ պարզ ասում, ասա թուրքական աշխարհի իմ կապող ճանապարհը եւ ես եմ վերահսկելու։ Եվ այս իմաստով Ռուսաստանը շտապում է եւ շտապում է ստեղծի այդ առիթը, որպեսզի Ադրբեջանը ունենա հնարավորություն օր առաջ հասնելու այդ ճանապարհին եւ ասեմ հետաքրքրական է, որ նույն շրջանում տեսակ նորից հիմա էլ բուսական ծագման արտադրության հետ կապված խնդիր է ծագել։ Դուք նկատեք 1, 2, 3 այո, եւ սա խոսում է ոչ թե այո, ես կողմ կլինեի, եթե այս հայտարարությունները համաձայնեցված լինեին կառավարության եւ հոգեվորականների միջեւ այսպիսի կոշտ պատասխան տրվեր Ադրբեջանին։ Ես միշտ էլ, բայց որքան ես հասկանում եմ, հոգեվորականները հաշվի չեն առել, որ վերջին շրջանում իշխանությունը որդեգրել են քաղաքականություն, ինչ ասի Ադրբեջանը, մենք ակտեսում ենք, մենք գնում ենք դեպի խաղաղության, որպեսզի չստեղծենք որևէ վտանգ ագրեսիայի, հա, եւ հետեւաբար որքան հասկանում, սովորաբար այդպիսի պատասխանները պետքա իմ կարծիքով տրամաբանորեն համաձայնեցվի արտգործ նախարարության հետ։ Այդպիսի հավաքները, որտեվ դա նորմալ է, որտեվ պետության մեջ չի կարող լինել, հատկապես մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում եկեղեցիների քաղաքական, չէ, արտաքին քաղաքական առումով եկեղեցիները օգնում են այդ իրենց պետություններին։ Մենք տեսնում ենք Վատիկանի ուրեմն գործողությունները եւ այլն, հա, իսկ այդ նշանակությունը ունի հոգեվորականությունը եւ ինքը կարող է ենել մեր պարագայում շատ ակտիվ աշխատել մեր պետության համար, ինչը մենք սաղ սրտի չենք տեսել։ Մենք տեսել ենք, որ Երուսաղեմում որ ասում է եզակիներին են տրվում այդ հողերը, եզակիներին, հա, բռնում մարդիկ բիզնես են անում։ Հասկանում եք։ Այսինքն ցավոք սրտի այսպիսի մենք իրավիճակ ունենք եւ որքան հասկանում եմ Փաշինյանը տեսնում է այս պատասխանը, տեսնում է Շվեյցարիայի հավաքը, տեսնում է, որ այս իրավիճակում Լավրովի այցից հետո ստեղծվում է մի հատ տրիգեր, որ Ալիևի ռետորաբանությունը կոշտացնելու հնարավորություն է տալի, իսկ իրենք աշխատում են ամեն կերպ խուսափել այդ ամեն ինչից, որքան հասկանում եմ չի կարողանում այդտեղ էմոցիաները զսպի եւ սա բացատրում է, որ մեր ժողովուրդը չմտնի իրար մեջ գզվրտոցի մեջ, սա ուրիշ պատճառ ունի եւ որքան հասկանում եմ սա է եղել հենց պատճառը, որ Փաշինյանը բորբոքվել է, որովհետեւ ըստ էության շատերը կարող են մտածել, այ մեր կաթողիկոսը հայրենասեր է եւ այլն։ Այո, այդ պատասխանը պետք էր տրվել Փաշազադեին,
Բայց այն ձևով ոնց որ տրվել է, ենթադրում եմ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն էլ դիտելով հասկանում եմ, որ դա շատ սուր է անցալվել եւ կարար ցանկացած բան հատկապես ամեն օր կրակող Ադրբեջանի համար առիթ դառնալ լարելու եւ հրաժարվելու խաղաղության պայմանագրից նոր պահանջներ առաջադրելու եւ սրանից վախենալով ենթադրում եմ Փաշինյանը ինքնավորոշում առաջինը հարձակվի եկեղեցու սպասավորների վրա, որպիսի չտա հնարավորություն հասկանում եք Ադրբեջանի այդ ռետորաբանությունը կիրառել, այսինքն փորձում է արագ ըստ իրենց կանխել այն վտանգը, որը կարող է լինել այս ռետորաբանության սրվելու արդյունքում։ Ենթադրում եմ, որտեղ մի քանի օր մտածելուց հետո ես հասկացա, որ այլ պատճառ ես այստեղ չեմ կարող գտնել, թե ինչու այսպիսի, ասում եմ, օդից ուղղակի առավոտը արթնանում է եւ սկսում է կամ նախորդ օրը կառավարության նիստին սկսում է չուլան, մուլան եւ այլն այսպիսի բաներ։ Այսինքն սա ամենատրամաբանական բացատրությունն է, որ կարող է լինել։ Ես իհարկե ոչ մեկի դիրքորոշումը չեմ սատարում, ոչ նրանց պահվածքը, որ կարող են այդպես իրենք ուրեմն Լավրովների պատվերով այսպիսի տրիգեր ստեղծեն, Ռուսաստանի հնարավորություն տան կոնֆլիկտի մեջ մտնելու նորից, հա, եւ այլն։ Պարզա սա, եթե այդպես է, դա ընդհանրապես դավաճանության է համաժակ քայլ է, որովհետեւ ամեն դեպքում նման ինչքան էլ լարված լինի հարաբերությունները, նման հարցերում պետք է համագործակցել պետության հետ, բանակցել եւ ասել ես միևնույնն է պատասխանելու եմ, բայց գոնե այդ պատասխանը այնպիսի շրջանակում լինի, որպիսի այսպիսի իրավիճակ չստեղծի, որովհետեւ այս իրավիճակը վնասում է միայն մեզ, սրանից մեկը օգտվում է Ալիևի սպառակտումից ազգի, որովհետեւ շատերը չեն հասկանում, որ Գարեգին երկրորդը ազգի ես չեմ տեսնում։ Ես այդ մտահոգությունը ես Facebook-ում տեսնում իրար վիրավորանքներ Իշխանության եւ ընդդիմության իսկ այդ ընդդիմությունը այնքան չի, որ ազգ Ես ես մի բան ասեմ, տեսեք, ախր մենք դուք ձեզանով մի չափեք, մեզանով մի չափեք, մարդիկ, շատ մարդիկ էմոցիոնալ են, երբ որ դու նայում ես հիմա հասարակ բան, երբ որ կոչ ես անում, ասում ես մի տրվեք, մի վիրավորեք իրան, գիտեք ինչ հարցակում ատեմ, ոնց դու Գարեգինին ես պաշտպանում, ոնց դու Նիկոլին ես պաշտպանում, բացատրում ես, ասում ես, ստեղ Նիկոլին կամ Գարեգինին պաշտպանելու հարց չի, մի կերեք իրար։ Եվ ամենավատ ձևերով եւ անհանդուրժողականությունը հասել է բարձրագույն կետին։ Այսպես չի կարելի։ Դրա համար ասում ենք, սա այլ բանի մասին է, մի կերեք իրար, մի վիրավորեք, սրանից ուրախանում է Ալիևը։ Շատ կարևոր մի բան, իրավիճակը իրոք լարված է, մենք խոսենք վաղ ափսոս չխոսեցինք այսօր ուկրաինական դրոնների հարվածներին, այսինքն դրոնների ասած նաև ստորջերակ օպերացիա են արել մոստը վնասելու, Ղրիմի կամուրջը վնասելու, բայց գլոբալ ասածս ինչ է, ցանկացած պայի կարող է լինի պայթուն, եւ այդ դեպքում միազգը պետքա բռունցք դառնալ, եւ Գարեգինին սատարողները, եւ Փաշինյանին սատարողները, մենք պետքա միշտ այդ վտանգներին պատրաստ լինենք։ Պատերազմին այդ չտեսանք, որ մնաց հիմա, այնպես որ պետք է զգուշ լինել հարգելի հեռուստադիտողներ, այսօր ցավոք սրտի մեր ժամանակը արդեն սպառվեց, վաղը պարոն Չիբուխչյանի հետ վերլուծությունների հնարավորություն եւս կունենանք, ցտեսություն։ Հաջողություն։